Իմ տրամաբանությունը այն է, որ կազմակերպված գործընթացներ քաղաքական ինչ-որ մոդեցումներ կար սրա մեջ, որ փորձում էին հանդեպ ինչ-որ հրահրություն կազմակերպեն, ու դա իրացնով ստացվեց։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի համախոհ Հակոբ Հարությունյանը ենթադրում է 3 երեկոյան Արթիկի քաղաքապետարանի դիմաց իշխանական քաղաքացիական պայմանագրի գրասենյակի մոտ իրենց էծի են ենթարկել քաղաքական հայացքների համար։ Աչքի տակ կապտած է ճակատի հատվածում, ասում է, կարեր են դրել բժիշկները, 3 տեղից պատրված է եղել։ Պնդում է ինքը ընդամենը հայացք է գցել անցորդների կողմը, որոնց մեջ նաև իրեն հարվածած երիտասարդն է եղել։ Սիփան Գրիգորյանը։ Նա վերադարձել է 15 րոպեից պահանջել դուրս գալ մեքենայից, թե խոսելու թեմա կա։ Այստեղ էլ սկսել է ծեծկրտուքը։ Դա չտեսնեմ մեկ էլ անգամ իմ ընտանիքից այդ հայացքով նայես, վիզ կտրեմ տկոլի կողով կտրեմ նման արտահայտություն, ես արդեն մի բան ստապեցի, ուզում էի հրեի մի բան, ինքը խփեց ինձ։ Ու դրանից հետ մեկտեղ նաև այդ քաշ շոկից կրտուկի որ հարվածում էին տարբերություններով, կողքի հատվածում գտնվում է ԿՊ-ի կենտրոնական գրասենյակը։ Այդտեղից մի ամբողջ էլ դուրս եկավ։ Այդ միջադեպը էլ ավելի ծավալվեց, էլ իրանք ավելի իրանք որպես այսպես ասեմ նկարագրեմ լավ տեղ էին դրել։ Իսկ ինչու է ենթադրում, թե իր քաղաքական հայացքներն են երեկվա միջադեպի պատճառը, արդյոք որևէ պնդում եղել է միջադեպի ընթացքում։ Նախ ես ինքս նկարագրեմ, որովհետև ամբողջ ԿՊԱ-ական ազնագազմը 0-0 հարձակվեցին իմ վրա։ Չհասցրեցին թե լավ տեսնեք ինչ ա եղել, ինչու է այսպես, միգուցե իմ քաղաքական մոտեցումներ եղել նմանատիպ ձևով։ Ես ենթադրում եմ, որ այդպես իրավիճակ եղել է։ Լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող արել։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Մի րոպե սպասի։ Որպես պետություն մենք լսի։ Ուրեմն ղեկավարը, եկեղեցի։ Մի րոպե, մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Հակոբ Հարությունյանը մարտին, երբ դեռ քարոզարշավը չէր մեկնարկել, Արթիկում հակաճառել է Նիկոլ Փաշինյանին, ասում է իր քաղաքական հայացքների հետ բոլորն են ծանոթ, վարչապետի հետ այդ օրվա բանավեճին նույնպես։ Իրենց էծի ենթարկող գլխավոր անձը Սիփան Գրիգորյանը ԿՊ ցուցակում ընդգրկված թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին է։ Սիփան Գրիգորյանի հետ ազատությանը կապ հաստատել չհաջողվեց։ Մեկնաբանություն չկարողացանք ստանալ նաև Շիրակում քաղաքացիական պայմանագրի շտաբի պետ մարզպետ Դավիթ Արուշանյանից, ինչպես նաև Արթիկի ԿՊԱ-ական քաղաքապետից։ Հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Քննչական կոմիտեից ազատությանը փոխանցեցին Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ Ինչպես փոխանցեց խոսնակը, մեղադրյալ կամ մեղադրյալներ այս պահին չկան։ Եթե այլ պարագայում այդ նույնը արած լիներ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, հիմա այդ մարդուն իր ընտանիքին, հարազատներին, եթե որևէ կուսակցություն լիներ, այդ կուսակցությունից էլ եւս մի 50 հոգի հետը փակել էին։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը նկատում է. իշխանականների անունը երեկվանից Արթիկի դեպքով շրջանառվում է, չկա դատապարտում։ Հիմա մի մասն ասում է քաղաքական հողի վրա է, մի մասն ասում է կենցաղային հողի վրա, չգիտեմ, բայց օրը ցերեկով մի խումբ ԿՊԱ-ականներ հարձակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, ընդհանրապես դա կապ չունի, որ քաղաքական միավորի աջակից է։ Ու չկա դատապարտում ԿՊ-ի կողմից։